զրուցելու ենք Ամերիկայի հայդատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի հետ։ Բարև ձեզ Էլիզաբեթ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ Դատիվիկա Սարիթին, որ խոսակցինք այս շատ կարևոր նյութին վերաբերյալ։ Ինչպես տեսանք, նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ վերադարձավ մեծ եղեռն ձևակերպմանը, արտահայտություն, որ անում էր իր առաջին նախագահության ժամանակ։ Տեսանք նաև Վաշինգտոնի հայդատի գրասենյակը արդեն դատապարտել է։ Արդյոք սա էական հետընթաց կարելի է համարել եւ ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։ Շատ շիրակ է ստատևիկ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը խստորեն դադարեցրեց նախագահին նահանջը ճշգրիտ ձևով ներկայացնելու հայկական ցեղասպանությունը եւ կարեւոր է որ դադարվի հիմա եւ կանխվի աբակա այս տեսակի գեցվածքը, որովհետեւ գտեսնենք թե Հայաստանը այսօր հայ ազգը այսօր քոյութենական բայկարի մեջ է եւ այդ ժամանակին երբ որ գտեսնենք Ադրբեջանի եւ թուրքական կառավարությունը գշարունակե ունենալ իր Ադրբեջանի բարակային իր զորքերը Հայաստանի հողի վրա, երբ որ Ադրբեջանի կառավարությունը գշարունակե ուրեմն Աբորինի փանդարկումներուն ենթարկել Արցախի կառավարական թեմքերը եւ ինչպես նաեւ այլ քաղաքապանդարգյալներ եւ ռազմակերիներ, երբ որ գտեսնենք որ հազիվ հիմա 2023-ին տեսանք ցեղասպանության շարունակությունը, էթնիկ զդումը, Արցախի ժողովրդի 120,000 հայ քրիստոնյաներուն, որոնք ստիպվեցան մեր բավենական հողերը ցկել բռնի ցեղասպանական արարքներու պատճառով, հիմա ճիշտ սխալ ժամանակն է, որ լա Դոնալդ Թրամփը լա ովևէ մեկ կառավարություն դերի դա բռնապետներու Ադրբեջանի կառավարության, թուրքական կառավարության, որ մեժե հայկական ցեղասպանությունը եւ այս ցեվով կանանչ լույսը դա այս բռնապետներուն, որ շարունակեն իրենց սպառնալիքները ընդեմ Հայաստանին, շարունակեն իրենց պայքարը ոչնչացնելու հայ ազգին եւ ուրեմն Հայաստանի ներկա Հայաստանը վտանգի տակ դնելու շարունակական այս տեսակի հարցակումներու, սպառնալիքներու եւ քոյութենական իրականություններու ուրեմն հիմա ժամանակն է ոչ միայն խստորեն դադարել, այլ նաեւ շարունակել մեր աշխատանքը, ընդլայնել մեր աշխատանքը ոչ միայն Ամերիկայի մեջ, այլ աշխարհի 4 կողմը, որովհետեւ կարողանանք ավելի գազմագերբված աշխատանք տանել ընդեմ հայկական ցեղասպանության մեժման աշխատանքներով, բայց ոչ բարձրապես ճշտելու պատմությունը, որովհետեւ պատմությունը հստակ է, որևէ մեկ անց չի գա, որ խոսի հարցականի տակ գտնե թե ճիշտ ինչ պատահեցավ այդ ժամանակին, բացի թուրքական կառավարությունը, բացի Ադրբեջանի կառավարությունը եւ անոնք, որոնք իրենց ճնշման տակ ենթարկված են, իրենց սպառնալիքներուն տակ ենթարկված են։ Պատմությունը հստակ է, իրականությունը հստակ է, բայց որովհետեւ այս իրականությունը ազատ այդ իրականությունը գրնա այս թուրքական կառավարության ցեղասպան երկիրներու սպառնալիքներուն եւ ճնշումներեն թուրսելել պետք է կարողանանք ընդլայնել մեր քաղաքական ուժը միջազգային մակարդակի վրա հոս Ամերիկայի մեջ աշխարհի 4 կողմը, որովհետեւ ի վերջո ոչնչացնենք Հեմդան թուրքական կառավարության, Ադրբեջան կառավարության միջազգային մեժման աշխատանքներում եւ այս ցեվով կարողանանք կենտրոնանալ իրական խաղաղության վրա Հայաստանի եւ Հարավային Կովկասյան շրջանի համար խաղաղությունը, որ հիմնված է հաշվետվության վրա, խաղաղությունը, որ հիմնված է արդարության վրա եւ ադիգա ասել է, ուրեմն պետք է պատժամիջոցները դնել Ադրբեջանի կառավարության վրա, թուրքական կառավարության վրա, իրենց ոչիրներուն համար, որ փորձված են 2020-ի պատերազմի ընթացքին, ոչիրներուն, որոնք 2023-ի ցեղասպանական արարքներու ընթացքին պատահած են, հավելյալ ճնշում բանեցնել, որովհետեւ անմիջապես մեր ռազմակերիները եւ այլ փանդարգյալները վերաթարնան դուն եւ պետք է հաց կորձընթացը առաջ բերել, որովհետեւ Արցախի ժողովուրդը կարողանա ապահով ցեվով վերաթարնալ իրենց բավենական հողերուն։ Այս ամենը գենթատրե շարունակական գազմագերբված աշխատանք, ադոր մաս կգազմե վերջ տալ այն տեսակի բռնադիրություններու ճնշումներուն, որոնք հայկական ցեղասպանությունը կստիպեն այլ կառավարություններու մեր
մերժել եւ նահանջի այս տեսակի այսպես Թրամփի կողմէ այս տեսակի նահանջներ առաջ բերել։ Ահա, Էլիզաբեթ, ձեր կարծիքով ինչով էր պայմանավորված այս նահանջը, օրինակ Հայաստանում վերլուծաբանները ենթադրում են, որ Միացյալ Նահանգների առաջնահերթություններն են փոխվել եւ Թրամփի այս ուղերձը դրա արտահայտությունն է։ Գիտենք, որ ասոնք շատ հստակորեն Ադրբեջանի եւ Թուրքիո կառավարության ճնշումներուն վրան է պատճառավ է իրենք կշարունակեն իրենց սպառնալիքները լադիգա տնտեսական մագարտակի վրա լադիգա քաղաքական մագարտակի վրա փանեցնել երկիրներու վրա աշխարհի 4 կողմը մեջ լալով ամերիկյան կառավարությունը եւ որ նախագահ Բայդենը ջանցավ հայկական ցեղասպանությունը 2021-ին եւ շարունակեց այդ ճանաչման տեսակետը գեցվածքը վերջին տարիներուն ընթացքին տեսանք որ իրականության մեջ լա թրքական կառավարության տնտեսական հարցերու գծով լադիա քաղաքական հարցերու գծով այդ սպառնալիքները որ իրենք տված ըրած էին այդ սպառնալիքները որ ըրած են նախքին 100 տարվան ընթացքին իրականության մեջ ոչինչություններ են եւ ադիկա տեսած ենք աշխարհի 4 կողմը թրքական կառավարությունը կսպառնա թրքական ադրբեջանի կառավարությունը կսպառնա բայց ի վերջո երբ որ ժամանակը կա Թուրքիո կառավարության եւ այլ երկիրներու միջև համաձայնագիրներու ի վերջո գլա այն ինչ որ ճիշտ է այդ երկիրներուն համար եւ հայկական ցեղասպանության մերժումը հստակացած է որ պետք է չգապվի այդ տեսակի ճնշումներու որովհետեւ ի վերջո տեսած ենք ամեն երկիրներու բարակային որոնք իրենց գաբերը հաստատած են Թուրքիո հետ Ադրբեջանի հետ ցեղասպանության այս սպառնալիքները որ ծևով մգաբերը պիտի խզվին կամ տնտեսական հարցեր պիտի լան իրականությունը այն է որ այդ բաները դերի չեն ունեցած ճանաչում է վերջ ճշմարտաբար նախագահ Թրամփը դերի դվավ ճշմարտաբար այն դեսագի ժամանակիմը երբ որ այդ դերի դալը միայն գոքնե փռնաբետներու որ ալավելի շարունակեն իրենց սպառնալիքները Հայաստանի թեմ ալավելի շարունակեն իրենց հարցագողական թիրքերը Հայաստանի վրա եւ խոսե որ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը շատ հստակորեն մեր պատկամը ուղարկած է նախագահին սպիտակ դան եւ նաեւ մեր պատկամը ուղարկած են կոնգրեսին թե այս բանի ընթացքին թե ներկայիս քաղաքական մեր աշխատանքներուն ընթացքին բայց նաև պետք է հիշենք 2026-ի ընտրությունները կուքանգոր 2028-ի ընտրությունները կուքանգոր այս ժամանակներուն ընթացքին ամերիկահայ քաղուտի ինչպես որ կարևոր թեր խաղցանք 2024-ի նախագահական ընտրություններուն նորեն պիտի այդ կարևոր թերը խաղանք 2026-ին եւ 2028-ին եւ այս տեսակի որոշումները այս տեսակի նահանջները ավելի փորձի պիտի բերե ամերիկահայ քաղուտը որբեսի քաղաքական այդ խաղաթաշկին մեջը ավելի լսելի դարձնենք հայ ցայնը հայկական քաղուտի ցայնը որբեսի այս տեսակի նահանջներ չտեսնենք ապակային եւ հստակ քաղաքական այսպես բաներ քաղաքական գորուստներ կամ պետք է քին մվճարվի այս տեսակի նահանջներու համար այս քաղաքական ղեկավարներու կողմէ եւ Ամերիկայի հայտարարու հանձնախումբը աշխատակցելով մեր ամերիկահայ քաղաքին հետ աշխարհի 4 կողմը այդ քինը պիտի առաջ բերե ընտրություններուն ընթացքին Արդյոք այս փոփոխությունը, այս նահանջը արտահայտությունների Թրամփի կողմից արված ենթադրում է նաև, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է փոխվել։ Միացյալ Նահանգները իրականության մեջ վերջին 30 տարվան ընթացքին տեսած ենք որ 50 նահանգները ամենալ ճանաչած են հայկական ցեղասպանությունը որպես ցեղասպանությունը տեսանք 2019-ին որ ներկայացական տունը չախչախիչ մեծամասնությամբ 405-ով 11 քվեարկությամբ անցուց հայկական ցեղասպանության բանաձևը եւ ձերագույրը այդ ժամանակին միացայնությամբ անցուց հստակ է ամերիկայի ժողովրդի գեցվածքը ինչ է հայկական ցեղասպանության հարցի գծով այս ժամանակին ճշմարտաբար նախագահ Թրամփը դերի դվավ
նահանջեց Ադրբեջանի կառավարության թրքական կառավարության ճնշումներուն աշխատանքը պետք է դարվի որպեսզի երբերենք այդ ներգայիս վարչակազմը ճիշտ կողմին ճիշտ ճշմարտության այս հարցի մեջ, որպեսզի կարողանանք վստահեցնել, որ երբ որ ամերիկան խոսի իրական խաղաղության մասին հարավային Կովկասի մեջ, երբ որ ամերիկան խոսի զորակցիլ հայ քրիստոնյաներու այդ շրջանին մեջ, ընդդեմ էթնիկ զդումներու որ պատկամը հստակ լա ներգայիս այդ պատկամը ճշմարտաբար այս նահանջի պատճառով բողդորած է մենք պետք է փյուրեղացնենք եւ իրական իքորձի տնենք այդ գաբերը Ամերիկա-Հայաստան գաբերը եւ ադիգա գենթատրե աշխատանքը դանիլ որբեսի վերջ տանք ամերիկյան վարչակազմին այս նահանջին եւ ճշգրիտ ծավով ճնշումը տնենք որբեսի ճշգրիտ ծավով խոսին հայկական ցեղասպանության մասին Այ դուք նշեցիք, որ աշխատանք պետք է տարվի եւ նաեւ ներկայացրեցիք մոտավորապես այն աշխատանքը, որ պետք է տարվի Սփյուռքում, իսկ դուք ինչ եք կարծում, միայն Սփյուռքում պետք է այդ աշխատանքը տարվի, թե նաեւ գործ ունի անելու օրինակ Հայաստանի կառավարությունը Well, հայ ասկը ամբողջ աշխարհի շուջ պետք է բայկարի ընդդեմ ցեղասպանության մերժման, ոչ որովհետև պետք է ճիշտենք պատմությունը, որովհետև ինչպես ասի, պատմությունը հստակ է, այլ պետք է վստահեցնենք, որ այդ ճշմարտությունը չօգտագործվի ընդդեմ բռնապետներու կողմէ ընդդեմ իրական խաղաղության Հայաստանի ապահովության ինաբաստ մեր խաղաղ քույքյան եւ ադիգա սելե ցերկի դալ լա Հայաստանի կառավարությունը լա սպյուրքը ցերկի դալ որբեսի կարողանանք այն տեսակի ենթահողը ստեղծել բանակցություններու համար որ գնա իրական խաղաղություն առաջ բերել Հայաստանի համար եւ ադիգա հիմնված է ինչպես ասի հաշվետվության վրա, ադիգա պետք է հիմնված լա արդարության վրա եւ ադոր վրա է որ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը եւ հայտարարի հանձնախումբերը աշխարհի 4 կողմը աշխատին։ Շնորհակալություն, զրուցում էի Ամերիկայի հայդատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Ջուլջանի հետ։ Շնորհակալ